Ունեմ 5 երեխա, 3 աղջիկ, 2 տղա, Հարութի իմ երրորդն է։ Ինքը ուրախ ա եղել, աշխույժ, հետաքրքրասեր, մի բան որ տեսնում էր շատ էր հետաքրքրվում, շատ ընկերասեր, նվիրված, սիրել ա ֆուտբոլով զբաղվել, նկարչություն անել, բարի հոգի ուներ շատ։ Եվ բոլոր երեխաներից ինքը տարբերվում էր, իմ հետ շատ կապված ա եղել։ Ինքը առանց ինձ չէր կարողանում։ Երևի դա որ իմ համար ինքը մի ուրիշ ձև ա եղել։ Ծառայությունից հետո ուզում էր ֆիզկուլտ ինստիտուտ սովորեր։ Ուզում էր բանակից հետո գար, գնար Ռուսաստանում աշխատեր, ավելի լավ պայմաններ ստեղծեր, ընտանիքի հետ կապված էր արդեն ուզում։ Ճիշտ այն նպատակն էլ կար, բայց թե համատեղ ուզում էր նենց աներ, որ եւ մեկը եւ մյուսը։ Ասում էր պիտի գնամ իմ ընկերների հետ ծառայեմ, բոլոր իր ընկերները գնացել էին ծառայության, ինքը իրան մենակ էր զգում։ Ինքը շատ ուրախ էր, բայց ես տխուր եմ եղել, ու ինչ որ միտեղ իմ սիրտը զգում էր։ Ես միշտ վախ եմ ունեցել իր հանդեպ, թե մանկուց, թե չգիտեմ, ինչե վերջի։ Իմ մեջ եղել է այդ վախը, ծնողական վախ ա եղել։ Հետո ինքն էլ ճիշտն ասած կատակով քուրիկի հոգու հետ շատ էր խաղում, այն ժամանակ փոճուր էր քուրիկը ավելի, քուրիկը լաց էր լինում, թե Հարութ մի գնա, քեզ կկարոտեմ։ Վերջում ասից լիա գիտես, ես որ գնամ բանակ չեմ գալու, քուրիկին չգիտեմ, երևի ինքն էլ էր զգում, ես չեմ կարա ասեմ, ամեն օր զանգել ա, խոսել ենք, շատ գոհ ա եղել, իրանից էլ էին շատ գոհ, մենակ փետրվարի 22-ին գնացել ենք իր ապրեսիակին հետ ա եղել, նրանից հետո կորոնա, առաջի անգամ որ պոստեր էր բարձրացել, օգոստոսի 3-ն էր, լավ հիշում եմ այդ օրը, տենց անհանգիստ վիճակ էր առաջի անգամ պոստերում ա, ու չէր զանգել, առաջի օրը զանգել էր, որ մամ ջան առավոտը շուտ գնում ենք պոստեր, հետո օգոստոսի 3-ին արդեն երեկո էր, պատրաստվում էինք քնելու, զանգեց ու առաջինը մամ ջան ոնց եք, մամ ջան զանգել եմ ասեմ, որ հանգիստ կարաս քնես, հետո ես ամբողջ կյանքումս չեմ մոռանում։ Մեզ ասում էին կապ չի եղել, բայց թե հետո մենք իմացանք, որ իրանք ինչ-որ շրջափակման մեջ են եղել։ Իհարկե ինքը էլի չի ասել, ես ուրիշից եմ իմացել։ 3 օր հետո նոր զանգել ա, այդ օրը իմ համար չգիտեմ ոնց որ Հարութը նորից ծնվեր, այդ ուրախությունը։ Նրանից հետո համարյա ամեն օր զանգել ա։ Այդ օրերին ասում էր, մամ ջան, ամեն ինչ նորմալ ա, մենք ապահով տեղ ենք, բայց թե մեկ-մեկ կրակոցները որ լսում ենք, մի օր էլ տենց պատահական էլի կրակոց լսվեց, մինչև էդ ասել էր մամ ջան նորմալ ա, մենք ապահով տեղ ենք, նոր հաց էինք ուտում եւ այլն, որ ես հանգիստ լինեի, մեկ էլ կրակոցի ձայն եկավ, վայ մամ ջան կներես, որ ինձ այդ պահը ինձ անհանգստություն եղավ, բայց ասում էր մամ ջան որ եկա, շատ բան ունեմ քեզ պատմելու, երևի հետո կպատմեր ամեն ինչ, ինչերի միջով էր անցել, բայց մինչև այդ ոչ մի բան չէր ասում, միշտ հետաքրքրվում էր իր ընկերներից, որ կապ չկար, իրար հետ չէին կարողանում խոսային ընկերների հետ, հարցնում էր մամ ընկերներիցս ինչ կա, տղերքը ոնց են, ինչ կա, ասում էի նորմալ ա ամեն ինչ, բոլորն էլ զանգում են, չնայած նրան, որ արդեն 2 ընկերները զոհվել էին իրա, տեղյակ չէր, վերջի զանգը հենց հոկտեմբերի 30-ին իրա զոհվելու օրը, բայց այդ օրը ինձ չի զանգել, զանգել ա մեծ քուրիկին, միշտ առաջինը ինձ ա զանգել, հետո նոր մնացածներին, եթե ժամանակ ա ունեցել, հասցրել ա, բայց այդ օրը չգիտեմ ինչի, երևի ինքն էլ զգացել ա, որ իմ հետ խոսալուց կարա ինքը հուզվի եւ այլն, ինձ չի զանգել, քուրիկի հետ ա խոսել, բայց էլի ասել ա մենք ապահով տեղ ենք, մեր մոտ ամեն ինչ նորմալ ա, խոսալուց մի քանի ժամ հետո եղել ա դեպքը, իրանց հոկտեմբերի 27-ին Հադրութը երբ որ հանձնել են, իրանց մի կերպ հանել են Հադրութից, տարել են Մարտունի 2, ընդեղից էլ տեղափոխել են Ճարտարում էլ եղել ա դեպքը։ Զոհվելու մասին գյուղում բոլորը իմացել են, մեզ չեն ասել, աշխատողիս
հետի տղան էլի Հադրութում էր ծառայում, տարբեր ասենք զորամասեր են եղել, բայց Հադրութում էին, իմացանք ինքն էր իր մամային պատմել, որ գիտես Հադրութի տղաները շրջափակման մեջ են եղել եւ այլն, քանի որ հեռախոսով էլ ես չէի կարողանում տենց բաներ հարցնեի, տենց էլ չիմացանք, հետո ինքն էլ ասում էր կգա մամ ջան, շատ բան ունեմ պատմելու, ուղղակի սպասում էի, որ վերջում ինք ամեն ինչ կպատմի։ Ռազը, Սերգեն, Հարութը առաջի դասարանից սովորել են իրար հետ, միասին են եղել։ 12 տարի միասին սովորել են, շատ մոտ ընկերներ են եղել, կապնված։ Հարութը առաջի անգամ պոստերում, որ բարձրացել էր, իջնելուց հոսպիտալ էր ընկել, ջերմություններ ունեցել ինչ-որ։ Այնտեղ Սերգեյին տարել էին Ջաբրայիլում էր հոսպիտալը եղել, այնտեղ Սերգեյին հանդիպել էր։ Սերգեյն գնացել էր տեսակցության Հարութին, հետ էլ իրանց վերջի հանդիպումներ եղել։ Երեքն էլ զոհվել են, սկզբում Ռազնա զոհվել հոկտեմբերի 7-ին, հոկտեմբերի 12-ին թե 14-ին չեմ հիշում։ Այդ օրերին Սերգենա զոհվել, հետո հոկտեմբերի 30-ին Հարութը։ Ընկերների մասին իմացել է այս տղան Հովհաննեսը, Հարութի հետ Հադրութում էին ծառայում։ Մինչև ամսի 27-ը պատերազմի այդ օրերին, մինչև հոկտեմբերի 27-ը իրար չեն տեսել։ Հետո որ Հադրութից արդեն տեղափոխել են, մարտունի 2-ում նոր տեսել է Հովհաննեսին։ Հովհաննեսն է ասել, որ Սերգեն զոհվել է, ինձ զանգեց շատ հուզված, սիրտը լցված, համայրա լացելով խոսում էր Հարութը, մամ ինչի չէիր ասում Սերգեյի համար, ասի տղա ջան, որ ասեի, ինչ քեզ պիտի անհանգստացնեի։ Վերջս Ռազի համար էր իմացել, Ռազի համար էլ գիտեր, արդեն իրանք չգիտեմ ոնց այնտեղ ավելի շուտ էին իմանում։ Ռազի համար էլ գիտեր, ինձ հարցրեց, ասեցի չէ Հարութ ջան, տենց բան չկա, նորմալ է։ Ասեցի նորմալ է, Ռազի հետ ամեն ինչ նորմալ է, զանգում է Ռազը, էդի վերջի խոսալն ա եղել Հարութի հետ, որ խոսացել եմ։ Ասեց էй մամ ջան, ասեց չես կարա ինձ խաբես, ես գիտեմ Ռազին որտեղ են ման գալիս։ Ու վերջացրեցինք մեր խոսակցությունը, նրանից հետո էլ չեմ խոսել, այսինքն դրա հաջորդ օր արդեն քրոջն ա զանգել, քրոջ հետ ա խոսացել վերջի անգամ։ Այսինքն բոլորի հետ զանգել խոսել էր, բացի ինձանից, չգիտեմ ինչի։ Ուղղակի ես զգում եմ, որ ինքը չէր կարողանալու իմ հետ խոսալ, որովհետև իրանք գիտեին ուր են գնում, այդ օրը իրանց ուր են ուղարկում։ Հետո քուրիկ ասլեր լավ ա Հարութ, որ հեռախոս կա մոտդ կզանգենք, կխոսանք, ասլեր ես արդեն անհասանելի կլինեմ, որ զանգեք ինձ։